Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Որով էլ ստացանք ժառանգությունը Եփեսացիս 1:11 Երբ Հիսուսն իր անձը տվեց մեզ համար, նա դրա հետ մեկտեղ մեզ տվեց իրեն պատկանող բոլոր իրավունքներն ու արտոնությունները, այնպես որ թեև որպես հավիտենական Աստված նա ունի ինքնիշխան իրավունքներ, որոնց չի կարող հավակնել ոչ մի ստեղծված էակ, այնուամենայնիվ Հիսուսը որպես միջնորդ, որպես շնորհքի ուխտի գլուխ, մեզանից զատ չունի ոչ մի ժառանգություն, նրա մինչև իմահ ցուցաբերած հնազանդության փառավոր հետևանքները բոլոր նրանց համատեղ հարստությունն են, ովքեր նրա մեջ են և հանուն որոնց նա իրագործեց աստվածային կամքը։ Ահա նա մտնում է փառքի մեջ, բայց ոչ միայն իր համար, որովհետև գրված է. «Ուր որ մեզ համար առաջնորդ մտավ Հիսուսը» Եբրայեցիս 6:20 Արդյոք նա կանգնած է Աստծո ներկայության մեջ։ Նա երևաց Աստծո երեսի առաջին մեզ համար Եբրայեցիս 9:24 Մտածիր սրա շուրջ, հավատացյալ, դու ինքդ քեզանով երկինք մտնելու իրավունք չունես, քո իրավունքը Քրիստոսի մեջ է, եթե դու ներված ես, ապա միայն նրա արյունով, եթե արդարացած ես, միայն նրա արդարությամբ, եթե սրբված ես, միայն որովհետև նա եղավ Աստվածանից քեզ սրբություն, Առաջին Կորնթացիս 1:30 Եթե դու պահվես ընկնելուց, ապա միայն նրա համար, որ պահպանված ես Հիսուս Քրիստոսում, Հուդա 1:1 Եվ եթե դու ի վերջո կատարելության հասնես, ապա միայն որովհետև նրանում ես կատարյալ, դրա համար էլ Հիսուսը փառավորված է, որովհետև նրանից և նրանով է ամեն բան, դրա համար էլ ժառանգությունը հաստատված է մեզ համար, որովհետև այն նրանով է ձեռք բերվել, դրա համար էլ յուրաքանչյուր օրհնություն ավելի քաղցր է և երկինքն անգամ ավելի պայծառ է, որովհետև Հիսուսի մեր սիրելիի մեջ ենք մենք ստացել ամեն բան։ Ով է այն մարդը, որ կարող է գնահատական տալ մեր երկնային բաժնին։ Կշռեք Քրիստոսի հարստությունն ու գանձը կշեռքով, այնուհետև փորձեք չափել այն գանձերը, որ պատկանում են սրբերին։ Հասեք Քրիստոսի ուրախության ծովի անհատակ խորքերը, այնուհետև փորձեք ըմբռնել այն երանությունը, որ Աստված պատրաստել է իրեն սիրողների համար։ Անցեք Քրիստոսի տիրապետության սահմաններով, այնուհետև փորձեք պատկերացնել ընտրյալների սքանչելի ժառանգության սահմանները։ Ամեն բան ձերն է, դուք Քրիստոսինը և Քրիստոսն Աստծունը։ Առաջին Կորնթացիս 3:22-23